դժվար է գալը, դժվար գնալը, դժվար լռելը։ Սիլվա Կապուտիկյանը մի անգամ ռադիոյով ելույթ է ունենում եւ քննադատում այն օրենքը, ըստ որի 3 ռուբլի գողացած մարդուն բանտարկում են 3 տարով։ Մինչդեռ մեծ ավազակները դրսում ազատ շրջում են։ Չէ՞ որ այդ մարդն ընդամենը հացի խնդիր է լուծել։ Կապուտիկյանի խոսքը մեծ արձագանք է գտնում։ Այն տպված հասնում է մինչև կոշի քրեակատարողական հիմնարկ։ Բանտարկյալները իրար են փոխանցում տեքստը քննարկում եւ որոշում են հանդիպում կազմակերպել մեծ բանաստեղծուհու հետ։ Կապուտիկյանը գնում է կոշ։ Հանդիպումն անցնում է ջերմ մթնոլորտում։ Բանտարկյալները բանաստեղծուհուն հավաստիացնում են, որ այսուհետ նա իրենց հատուկ պաշտպանության տակ է եւ կարող է դուռն առանց կողպելու անգամ քնել։ Բանտարկյալները նաև նվիրում են իրենց պատրաստած ձեռնափայտը, որն այժմ պահվում է Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանում։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։